Եթերում է Ազատություն TV-ին, բարի երեկո, երկուշաբթի թողարկմանը լրատվական կենտրոնն առաջարկում է դիտել։ Իշխող հանրապետականը գոհ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հետաձգում է հանրահավաքային պայքարը։ Ապրիլ 24-ի նախօրեին ցույցեր եւ միտինգներ անելը առաջին հենց մեր հասարակության կողմից դրականորեն չէր ընկալվի։ Դարձյալ լարված իրավիճակ սահմանին ադրբեջանական զինուժը եռապատկել է հրադադարի խախտումները։ Զարուհի Փոստանջյանը դատի է տվել Գևորգ Կոստանյանին։ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակին։ Ինչու չեն պատժվում մարտի 1-ի մեղավորները։ Հայաստանի իշխանությունները Հայաստանի պարտավորությունները միջազգային կառույցների նկատմամբ ակնհայտորեն անթաքույց չեն կատարում։ Տաքսիստները փակել են Երևանի եւ Գյումրու հրապարակները։ Ակուլաներին բաց են թող ընկել են մանր շերեփուկների հետևից։ Ռեպորտաժ Ջավախքից վիրահայերը ստիպված են ընտրել վրացական թե հայկական անձնագիր։ Աշխատան չագատր համար պասպորտ հանեք հանցել աշխատելու հիմա դուս կերեն դեշ տայելն ուր է տամաշտը։ Նախ ներքաղաքական վերջին իրադարձության Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին։ Ազդարարելով հանրահավաքային պայքարի ժամանակավոր դադարի մասին, առաջին նախագահը հեգնանքով խոսեց եռյակին չմիացած ուժերի մասին։ Հիմա իրենց հերթն է հրապարակ գալու։ Տեր-Պետրոսյանի լիրիկական զեղումներով քննադատության հասցեատերերը Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները նախընտրում են չհակադարձել։ Փոխարենը իշխանություններն են ողջունում ընդդիմադիր կոնգրեսի որոշումը հրաժարվել հանրահավաքներից։ Առնվազն մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնելու Հայ ազգային կոնգրեսի որոշումը իշխանական հանրապետականի մամուլի խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում։ Ցանկացած քաղաքական ուժի կողմից ներքաղաքական լարում կամ ներքաղաքական իրավիճակում ցույցեր եւ միտինգներ անելը առաջին հենց մեր հասարակության կողմից կարծում եմ դրականորեն չէր ընկալվի։ Բայց ամեն դեպքում անկախ նայած Տեր-Պետրոսյանն է, ՀԱԿ-ն է, թե այլ քաղաքական ուժն է, չգնալ այդ ճանապարհով, դա իհարկե դրական է։ Շարմազանովը կարծում է ՀԱԿ-ը 2 ամիս դադար վերցրեց ստիպված։ Երեկվա հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնպահ մնաց անդրադառնալ ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Առաջին նախագահի ձևակերպմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ գործադրված վայրագ հաշվեհարդարին, ընդդիմության հետագա ծրագրերին եւ ընդհանրապես քաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումներին, որովհետեւ հապշտաբ դատողություններ անելու սովորություն չունի։ Ուստի ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած ՀԱԿ-ին ասած ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Տեր-Պետրոսյան քաղաքական առաջնորդը այլևս քաղաքական թոշակառու գործիչ է եւ նրա գնահատականները շատ ավելի շատ հիշեցնում են քաղաքագիտական գնահատականները սև փաստը եւ այդ թայմ-աութը 2 ամսյա ամիս վերցնելու թայմ-աութը դա ոչ թե ժեստ էր, ինքը այլ ճանապարհ չուներ, ստիպված քայլ էր։ ՀԱԿ-ի բոլոր քաղաքական հաշվարկները կամ գրեթե բոլոր քաղաքական հաշվարկները կապված են մեկ այլ քաղաքական թիմի հետ, ՀԱԿ-ը վերերացվել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին վագոնի։ Ժառանգության անդամ Ռուբիկ Հակոբյանը պնդեց միասնական հարթակի կողմնակից է։ Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ, թե ՀԱԿ-ն ընդդիմության դաշտում միայնակ է մնացել, համաձայն չէր։ Հալվա ասելուց շուրթերը չի քաղցրանում։ Իշխանությունը շահագրգռված է ուժեղ ընդդիմություն ունենալու հարցում, հայտարարեց հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Կտրականապես մերժում է տեսակետը, թե իշխանությունը կանխեց ընդդիմության հզորացումը, ճնշելով Բարգավաճ Հայաստանին։ Այդ մարդիկ նախ դեռևս ընդդիմություն չեն էլ իրենց հայտարարել։ Երկրորդ, եթե ուժեղ քաղաքական ընդդիմություն լինեին, այս վիճակում չեն լինի։ Ուժեղ քաղաքական ընդդիմությունը մի օր հետո կարծիքը չի փոխում եւ ուժեղ քաղաքական ընդդիմությունից քաղաքական թիմի մի մասը 2 օրում չի փոխում կտրուկ իր կարծիքը կամ գնում կամ դուրս գալիս է այդ թիմից։ Ուժեղ քաղաքական ընդդիմություն ես գոնե այդ թևից ձեր նշած կուսակցությունից չեմ լսել, որ որևէ մեկը նշի, որ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ։ Առաջիկայում հանրահավաքներ չանցկացնելու կոնգրեսի որոշումը կարծիք հայտնեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու մասին հայտարարող ընդդիմադիր այլ ուժերի համար աստեղային ժամ է։ ՀԱԿ առաջնորդը երեկ նաև որոշեց մեջբերում գաղտնազերծել նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը։ Դավալույից
ցախավելը հեծած 1+1 քայլեր քշուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնում են ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ եւ ստորագրում քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26 կյանքի կոչում 100-ամյակը առանց ռեժիմի կարգախոսը։ Սա Բերլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայկական ժամանակի հետ զրույցում իր տեսակետն էր ներկայացրել, թե ում է նկատի ունեցել Տեր-Պետրոսյանը։ Դավալույի հատվածը ասել էր կարելի է վերագրել Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Դավալույից ուրիշ քաղաքական գործիչ չունենք, որը քննադատած լինի Լևոն Տեր-Պետրոսյանին։ 1+1-ը Նիկոլ Փաշինյանի բանաձևն է, Պուտինի հրաժարական պահանջել են Ռաֆի Հովհաննիսյանը, Շանթ Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը։ 100-ամյակն առանց ռեժիմի կարգախոսն էլ պատկանում է հիմնադիր խորհրդարանին, հետևաբար նրանց նկատի ուներ կարծիքի հայտնել Սաֆարյանը։ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը Facebook-յան իր էջում գրել է. «Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին։ Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից, դրա ժամանակը չէ։ Ուստի բոլոր լուրջ մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման եւ ռեժիմի հեռացման գործին»։ Ժառանգությունից Ռուբիկ Հակոբյանը կարծում է Տեր-Պետրոսյանի խոսքը Ռաֆի Հովհաննիսյանին չէր վերաբերվում։ Հիմնականում իր երբեմնի յուրայիններին, ընկերներին, որոնց մասին ոչ բարեհաճ, ոչ գեղեցիկ արտահայտություններ հնչեցին, գնահատականներ տրվեցին, չեմ ուզում անդրադառնալ դրան, իսկապես փորձեցի շատ լուրջ գաղտնազրծել, Ռաֆին չգտա այդտեղ, անկեղծ ասած։ Երեկվա տարելիցը մարտի 1-ի զոհերի ծնողների համար հերթական մի առիթ էր հիշեցնելու, մինչև օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել իրենց զավակներին սպանելու համար։ 10 մարդկանց մահվան գործը նախաքննության փուլում է 7-րդ տարին։ Թվում էր տարիների հետ նաև միջազգային կառույցները մոռացության կմատնեն այս գործը, բայց առ այսօր Հայաստանի իշխանությունները դեռ նամակներ են ստանում պարզաբանումների պահանջով։ Հայաստանը առնվազն 2 անգամ չի պատասխանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի մարտի 1-ի վերաբերյալ հարցերին։ Հարցերը հիմնականում երկուսն էին. ինչ պատժամիջոցներ են կիրառվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոչ իրավաչափ ուժ կիրառողների նկատմամբ, ինչ միջոցներ են ձեռնարկվել զոհերին փոխհատուցելու եւ նրանց բավարար բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրելու հարցում։ ՄԱԿ-ի պաշտոնյան այս հարցերի պատասխանները ցանկացել է ստանալ Հայաստանին վերաբերող զեկույցում դրանք ներառելու համար։ Նախորդ տարվա ապրիլի 28-ին գրված նամակը Հայաստանի իշխանություններն անպատասխան են թողել։ Ափսոսանք հայտնելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին եւս մեկ նամակ է ուղարկել Երևան 2014 թվականի դեկտեմբերին նույն հարցերի պատասխանները ստանալու նպատակով, սակայն կրկին անարձագանք։ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության падգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով արտգործնախարարությունը չի պատասխանում ՄԱԿ-ին, քանի որ պատասխան չունի։ Իրենց տաբու է դրված եւ բացահայտելու, եւ պատժելու, եւ կոմպենսացիա անելու։ Տաբու է դրված, նրանք չպետք է բացահայտվեն, չպետք է պատժվեն եւ ծնողները չպետք է ստանան փոխհատուցում։ Որովհետև այդ դեպքում կստացվի, որ իրենք շահագրգռված են կամ այդ շղթան ուզում են բացահայտել։ Այդ շղթան երբ որ բացահայտեն կհասնեն իրենց։ Շատ բարձ թվաբանություն է։ Արամ Մանուկյանը արդեն 1 տարի է հետևում է այս պատմությանը։ Նա դեռ դեկտեմբերին էր դիմել կառավարությանը հասկանալու համար, թե ինչու Հայաստանը չի պատասխանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հարցերին։ Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը արձագանքել է. 2013 թվականին մեկ անգամ արդեն պատասխանել են եւ ավելացնելու ոչինչ չունեն։ Մենք գտել ենք, որ անհրաժեշտություն չկա պատասխանելու, քանի որ մենք առաջ պատասխանել ենք դրան, իսկ առաջ գրած պատասխանը այնտեղ էլ պատասխան չկա, ձեզ ասեմ։ 8 էջանոց փաստաթուղթ է, որտեղ ընդամենը ներկայացնում են Հայաստանի օրենսդրությունը, թե ինչպես է կարգավորում Հայաստանի օրենսդրությունը այս խնդիրները, բայց կոնկրետ այդ երկու հարցից ոչ մեկին չեն պատասխանում։
ցրում են, ներող կլնեք բարի համար կրկին եմ ասում, անընդհատ խուսափում են։ Արամ Մանուկյանը ապշում է, թե ինչպես կարող է կառավարությունը արհամարհել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի կողմից ուղարկված հարցերը։ Խնդիրը նա անցած չորեքշաբթի բարձրացրեց նաև խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորին խոստացավ կարճ ժամանակահատվածում պատասխանել։ Կառավարությունը, որ 3 անգամ պաշտոնական գրությանը չի պատասխանում։ Գնացեք հարցերը ձեր կարգավորեք։ Պարոն Մանուկյան, շատ արագ ձևով 2 օրվա ընթացքում մենք ձեզ հակիչ կներկայացնենք։ 2 օր հետո ՄԱԿ-ը քննարկում է արել։ Ուշացած նամակ։ Արտգործնախարարության խոստացած արձագանքը պատգամավորը այսօր է միայն ստացել։ Փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը ընդամենը պարզաբանում է տալիս, թե այսպիսի հարցեր ստանալու դեպքում ինչպես են պատասխանում դրանց։ Ասվում է, որ քննարկումներ են արվել, իսկ հարցերի պատասխանները զեկույցում ներառվում են երկրի ցանկության դեպքում։ Ստացվում է, որ մենք ցանկանանք կուղարկենք, չենք ցանկանա չենք ուղարկի։ Այնինչ նրանք 3 անգամ գրում են դիմում ենք ձեզ ափսոսանքով, որ դուք չեք պատասխանել այս հարցին, նորից կրկին դիմում ենք ձեզ պատասխանելու այս հարցերին։ Այսինքն Հայաստանի ցանկությունն այստեղ կարևոր չի։ Եվ այնտեղ կա շատ կոնկրետ հանձնարարական, որ դրանք հանձնարարականներ են։ Հանձնարարական ստացողը իր ցանկությամբ չէ ուզի պատասխանի, չի ուզի պատասխանի։ Պատգամավորի կարծիքով սա ամոթ է, քանի որ Հայաստանը չպատասխանելով այս հարցերին չի կատարում միջազգային կառույցների նկատմամբ իր պարտավորությունները։ Քանի որ 2 հարցի հետ կապված էլ ոչինչ չի արվել, բացարձակ ոչինչ չի արվել, դրա համար իրենք խուսափելու ճանապարհն են ընտրում։ Բայց սա խայտառակ վիճակ է, որովհետև ՄԱԿ-ը զեկույց է կազմելու Հայաստանի ժողովրդավարության մասին։ Այսինքն, եթե վաղը հիմա մարտ ամսին է կոնկրետ նախատեսած, իրենք շատ կոշտ նոտաներով գրեն, որ Հայաստանը իր ժողովրդավարության հետ կապված պարտավորություններ չի կատարում, մերոնք ասեն իրենք անաչառ չեն, իրենք չեն տիրապետում Երևան, Բաքու և Ստեփանակերտ համանախագահների հերթական այցից օրեր անց սահմանին դարձյալ կրակոցներ են։ Հայկական կողմի պնդմամբ ադրբեջանական զինուժը եռապատկել է հրադադարի խախտումները։ Հանգստյան օրերին նույնիսկ դիվերսիա է կանխվել 2 հայ զինվորների կյանքի գնով։ Առաջիկայում Ալիև-Սարգսյան բանակցություններ չեն նշմարվում, իսկ այս տարվա զոհերի թիվն արդեն հասել է 15-ի։ Հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարված է, հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը ավելացել են շուրջ 3 անգամ, այսօր Ազատությանը փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Մի քանի օր շարունակ արդեն լարված է, ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքների, մի քանի տեղերում փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Ղարաբաղի պաշտպանության բանակի փետրվարի 28-ին տարածած հաղորդագրության համաձայն հայկական առաջապահ ստորաբաժանումները կորուստներ պատճառելով հետ են շպրտել ադրբեջանական կողմի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը, ինչի հետևանքով զոհվել են զինծառայողներ 1979 թվականին ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995 թվականին ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։ Փետրվարի 21-ից հետո դժվարությամբ կայունացած իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է։ Սադրանքից հետո Պաշտպանության բանակն իրականացրել է պատժիչ գործողություններ, շարունակեց Հովհաննիսյանը։ Կա որոշակի տեղեկություն ադրբեջանական կողմից, մեր դիտարկմամբ արդեն 3 զոհ պետք է ունենան, որոնցից մեկի մասին արդեն որոշակի տեղեկություններ կան։ Միրզաև Մեհդի Նաբիօղլու։ Տեղի ունեցածի առնչությամբ ըստ Հովհաննիսյանի հայկական կողմը հրավիրել է միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և զգուշացրել ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն տարվա սկզբից հակառակորդի գնդակից զոհվել են 15 հոգի, ներառյալ 3 խաղաղ բնակիչներ։ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ այս ընթացքում ադրբեջանական կողմը տվել է մոտ 3 անգամ ավելի կորուստ, սակայն այդ մասին չեն հայտնում, պատճառը Ադրբեջանի նախագահի անցած տարվա սեպտեմբերի հայտնի հրամանագիրն է, ասաց նա։ Այն, որ այս տարի գրանցված կորուստները իրենց քանակով աննախադեպ են 1994 թվականի զինադադարից հետո, փաստում են նաև միջազգային կառույցները։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի սկզբին տարածած հայտարարությունում նշված էր, որ դեսպան Անջեյ Կասպրշիկը միայն հունվար ամսին կողմերի մոտ արձանագրել է 12 զոհ և 18 վիրավոր, ինչը 94 թվականի հրադադարի կնքումից ի վեր տարվա
առաջին ամսվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Հունվարի վերջին Հայաստանը նախագահի մակարդակով խոսեց կանխարգելիչ հարվածների մասին, եթե սահմանին սպառնալիքը մեծանա։ Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց. Մեր սահմաններին եւ շփման գծի երկայնքով ավելի մեծ եւ սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը։ Փետրվարի կեսերին Բաքու, Երևան ու Ստեփանակերտ այցելեցին ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները, այնուհետև տարածաշրջանում էր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը, ով Երևանում հայտարարեց, որ նախագահներ Սարգսյանի ու Ալիևի հետ քննարկել է արյունահեղությունը կասեցնելու հարցը եւ հույս հայտնեց, որ առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին խաղաղություն կհաստատվի։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով պետք է հասկանանք, որ լարվածության նոր փուլի ենք անցել այլևս, որը նշանակում է, որ մենք կունենանք էլի ոչ պատերազմին, լայնամասշտաբ պատերազմի հասնող իրադարձություններ, բայց պերմանենտ էսկալացիա։ Այսինքն ամեն 2-3 ամիսը մեկ երևի թե մենք կունենանք նմանատիպ իրադարձություններ։ Հայաստանյան 3 քաղաքների հրապարակներում այսօր երթևեկությունը կաթվածահար էին արել տաքսիստները։ Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում բողոքի դուրս եկած վարորդները չեն ուզում հաստատագրված հարկ վճարել ու հաշվիչ տեղադրել։ Օրվա հացից կզրկվեն, բայց կառավարության պահանջն է։ Պետությունն էլ հակադարձում է, թե եկամուտ ունեք, հարկ չեք մուծում։ Կեսօրից 100-ից ավելի մեքենաներով տաքսու անհատ վարորդներ փակել էին Հանրապետության հրապարակը, բողոքելով մարտի 1-ից ուժի մեջ մտած կառավարության նոր որոշման դեմ, համաձայն որի տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն եւ հաշվիչ տեղադրեն, որի արժեքը ըստ տաքսու վարորդների 60-ից 120 հազար դրամ է։ Վարորդները նշում են, որ այսպիսով զրկվում են իրենց աշխատած վերջին գումարներից եւ չեն կարող նոր կարգի համաձայն աշխատել։ Հրապարակում էր նաեւ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով բանակցում էր վարորդների հետ, որպեսզի բացեն հրապարակը։ Առաջարկը բացը նորմալ է։ Ինչը բայց ի՞նչն է պրոբլեմ։ Այ դու գնացի մետա։ Օրը 5-5000 գալի դու մի հատ գալի։ 5000 պետք է գերեն այա։ Արեք 3 միլիոն կա 5000 դրամ։ Մեքենաները դուրս բերեք կարտարը։ Երիտասարդ տարի ճանապարհից դուրս այ ու մեքենաները անեք ասում մարակացրեք։ Ճանապարհ ազատ եք։ Եկեք դուրս եկեք ձրեք խոսակ, ոչ թե ճանապարհ։ Դուրս եկեք, եկեք դուրս գանք Ժողովուրդ դուրս եկեք։ Հասկացանք մենք։ Այսինքն մի րոպե, լսում եմ ես ձեզ, մեծ լսեք էլի։ Ոչ, կլսեմ ձեզ ենթեք ու երբ որ մեքենաների կանեք, չունեմ լսել։ Ինձ ասեցին, ժողովուրդը հետ քաշի, մի րոպե կապրեն, ժողովուրդը հետ քաշի։ Այնը դիճած։ Ես ժողովուրդը Տաքսիստները սակայն չնահանջեցին, նրանք պահանջում էին, որպեսզի կառավարությունից որևէ մեկը պատասխանի իրենց հարցերին։ Սոցիալական ծանր վիճակն է ստիպել նրանց այսօր դիմել այս քայլին, ասում էին ցուցարարները։ 3000-4000 դրամ տալիս են գազի, ամեն ինչը թանկացրել են, ամեն ինչը ժողովրդին պարտադրել են, խեղդել են, այսօրվա դուք այս մարդիկ հնարավորություն չունեն, կարողան իրաց ընտանիքը պահեն, տուն պահեն, ավտո պահեն։ Հա, բա որ ես հիվանդացամ 12000 այդամ գողություն անեմ, օր ալնում հացել չեն կարում տուն տանեն, թամամ գազի փողը չեն կարում քշեն։ Ինչ են ուզում այս մարդկանցից։ Այս մարդիկ մի կերպ այնքան որ յոլա են այցում։ Ակուլաներին բաց են թողել, ընկել են մանր շերեփուկների հետևից։ Ի վերջո, վարորդներին ընթരാճ դուրս եկավ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Արաքելյանը, վրթովված վարորդները իրար հերթ չտալով պահանջում էին փոխնախարարից անմիջապես խնդրին լուծում տալ։ Եկել ենք խնդրանքով, թողան մեր մեծերը մեր հարցերը լուծեն։ Ինչ եք ուզում։ Թույ խմենք մեր խնդրանքով ենք եկել, ուրիշ բանով չենք եկել։ Ոչ էլ ուզում ենք կարգ խանգարենք։ Կարգ խանգարել սենց անկախ մեզ իր նման, սաղը բրներս միլիոններով ակտեր է գերեց։
Փոխնախարարը վստահեցնում էր, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մի կողմից չխախտվեն երթևեկության կանոնները, մյուս կողմից պահպանվեն անվտանգության նորմերը, ինչպես նաև մեքենաների մեջ հաշվիչներ տեղադրելով չոտնահարվեն ուղևորների շահերը։ Չկա որևէ տեղ ընկերներ Հայաստանի պես, որտեղ որ մարդ կարող է բիզնես անի, այսինքն տաքսի վարորդ աշխատի եւ ձեր ասելով որևէ բան չվճարի։ Համաձայն ենք վճարենք, բայց երկրում հենց կային է, կտես բան չկա, որ հացի գինը բարձրացնեն, ջրի գինը բարձրացնեն, լույսի գինը բարձրացնեն, բայց աշխատավարձերը չբարձրացնեն։ Փոխնախարարն առաջարկեց 5 հոգանոց խումբ կազմել եւ բարձրանալ նախարարություն խնդիրը քննարկելու։ 1 ժամից ավելին ընթացող քննարկումը սակայն ցանկալի արդյունք չտվեց, վարորդները սպառնում են չդադարեցնել գործակցները։ Մի խոսքով, ես այսօրվա դրությամբ ուղղակի ինքը իջավ, մենք իրան դիմեցինք, բայց այսօր մեր հարցը իրականում չլուծվեց։ Ինչ է նշանակում ամսի 1-ից ռեդ ալնելու։ Կամերաները նկարելու են 50,000 դրամ ակտավորեն կամ տուգանեն։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր մարդիկ մեծ բուխանկամ մատնակաշ չեն կարող առնել ուտել, հերիք չի։ Հիմա վաղը մյուս օրը, այն մյուս օրը ձեր ամեն օր մենք այնքան ենք անելու միջև այս հարցը լուծվի։ Մենք չենք ասում ոչ մեկին ոչ մի բան չտանք ու աշխատենք։ Իր հերթին փոխնախարարն ասաց, որ խնդիրն անհնար է լուծել առանց օրենսդրական փոփոխությունների, ինչը վեր է գործադիրի լիազորություններից, իսկ նախարարությունը առայժմ միայն պատրաստ է քննարկել առկա խնդիրները։ Ավելացնենք, որ վարորդները վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին դիմում են գրել կառավարության նոր որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով։ Հարցը չլուծվավ, Գյումրեցի հարյուրավոր վարորդներ այսօր իրենց պահանջները ձևակերպել ու դիմում բողոք էին գրել ազգային ժողովի նախագահին ու կառավարության ղեկավարին։ Վարդանանց հրապարակում այն դրվեց հանրային քվեարկության։ Մենք անհաբաղ պահանջում ենք, այս է մեր պահանջը, ժողովուրդ, լսեք։ Այս է մեր պահանջը։ Շիրակի մարզի տարածքում չեղյալ հայտարարել այս օրենքի կիրառումը։ Պարտադիր հարկային դաշտ մտնելու արդյունքում մեզ պարտադրում են վճարումներ առաջին վճարումներ կատարել, որի հնարավորությունը բացարձակապես չունենք։ Ժողովուրդ, եթե ինչ-որ բանում սխալ են կամ դեմ կեղնիկ, թեն հանենք։ Վարորդներին հանդիպելու համար, ինչպես եւ խոստացել էին իշխանությունները, այսօր Գյումրի էր եկել տրանսպորտի ու կապի նախարարի նորանշանակ տեղակալ Արամ Ասլանյանը։ Վերջինս սակայն հրաժարվեց հրապարակում հանդիպել բողոքի դուրս եկած վարորդների հետ։ Ցուցարարներն էլ իրենց հերթին մերժեցին պատվիրակություն կազմելու ու Շիրակի մարզպետարանում հանդիպելու առաջարկը։ Պատասխան դա իսկ որ Երևան կենան ելին խոսացնես կալերին կան առաջ ինչի որ մեր հրապարակը փոքր է։ Մոտ 1 ժամ սպասելուց հետո վարորդներին առաջարկվեց քաղաքապետարանում հանդիպել փոխնախարարի հետ։ 40-ից 50 հոգանոց պատվիրակությունը դժվարությամբ, բայց համաձայնեց գնալ հանդիպման։ Այն անցավ լարված մթնոլորտում։ Պետությունը միշտ ստիպում է որ տաքսիստ դառնալ, Օգնեք շիրակի գուդու, ես հավաքվածներին, թողենք ապրին, եթե չէ, դուք դրացեք, ես ձերանց նկարիչ ունեմ կոնկրետ, ընդհանրապես գնացեք, ելիք եղավ, ինչ կուդակ, որ ինչ կուզեք, ձեր շարին մերում, ինչ կուդակ, որ ինչ կուզեք, ելիք եղավ, թողենք ապրին, մենք ձեզի վրաց չենք կա, չէ, ժողովուրդ տեղափոխենք։ Արաբական կայնին է իրավավորտը, 1500 դրամով արնին, հարկ կուդա, և ինչ որ դմնա որ կասեք, հարկը նուջեք, որով բան նուջեք, հարկը նուջեք, թող օրինավները, թող իրենց, որով բանի նուջեք, դեշտեր, հմին որ խոսանդը։ Չի մեղուների կհանեք ոտի, մեղուն հանգիստ կաշխատի, բերեք, թող եք աշխատի կերի, եկնիկար հասարով աշխատի կերի։ Վարորդների բարձրացրած սոցիալական հարցերը փոխնախարարը քաղաքական համարեց ու դրանց մեծ մասն անպատասխան թողեց, ինչն էլ ավելի վրդովեցրեց գյումրեցիներին։ Բայց դուք մենակ քաղաքական հարցեր եք բարձրացնում, մենք չենք միջադի չենք, աշխատատեր ստեղծեք, ճանապարհաշինություն, գիտեք ամեն ինչը։ Փոխնախարարն ասաց, որ եկել էր հարցերի տեխնիկական ու տնտեսական լուծում տալու, սակայն դա չհաջողվեց ու ինքն իր առաքելությունը ձախողված համարեց։ Ծավալ ես իմ առաքելությունն այսօր այստեղ ձախողված եմ համարում։ Այս համար ասեցի գրել եմ ինձ մոտ
խոստանում եմ ներկայացնել իմ նախարարին։ Լարվածությունը փոքր-ինչ փորձեց մեղմել Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանը։ Փոխնախարար պետք է ձեզ ասել մի քանի բաների մասին, որոնք դուք դիմ լսեիք, անպայման ձեզ պետք է։ Առաջինը, երբ այսօրվա դրությամբ ձեր այս վարչական բարույթ ասած որ կար, սա այսօր չի արվելու առայժմ։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Դեռ հասկացան, չէ՞։ Առայժմ չի արվելու ինչեր քննարկումը ինչ է։ Այն ինչ որ դուք բարձրացրեցիք այդ հարցերը, թող նախարարը տանի քննարկման։ Գյումրեցիները սակայն անդրդվել էին, պնդեցին, որ եթե կրկին փորձեն իրենց անհանգստացնել, պատրաստ են Երևան, ուղիղ Բաղրամյան 26 գնալ։ Ամբողջ Հայաստանի տաքսիները Բաղրամյան։ Ամիսներով է փակենք տերասան։ Այո։ Ազատությամբ տերասան պետք է փակել, եթե իրանց խոսքի դերը չեղան։ Այդպես էլ որևէ հստակ պատասխան չստանալով իրավապահներից Զարուհի Փոստանջյանը որոշել է դատարանում վիճարկել Գևորգ Կոստանյանի անգործությունը։ Գլխավոր դատախազնիկներ ընդունել ռուս սահմանապահները իրավունք չունեին Պերմյակովին ռազմաբազա տանել, նա հայկական սահմանն էր փորձում խախտել։ Իսկ թե ով պետք է պատասխանի արդեն փաստ դարձած ապօրինության համար Կոստանյանը չի ուզում քննարկել։ Մեկնարկած դատավարությանն էլ նա չի ներկայացել։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դատի է տվել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին պահանջելով վերացնել նրա անգործությունը։ Դեռևս հունվարի 29-ին պատգամավորը հաղորդում էր ներկայացրել դատախազություն հանցագործության մասին, 10-օրյա ժամկետում չստանալով որևէ պատասխան դիմել էր դատարան։ Այսօր դատական նիստին դատախազության ներկայացուցիչ դատախազ Գևորգ Գևորգյանը մի քանի փաստաթղթեր ներկայացրեց ապացուցելու, որ Փոստանջյանին պատասխանել են, այն էլ օրենքով սահմանված ժամկետում։ Մենք ուղարկել ենք քննչական կոմիտե, այնտեղից պատասխանել են ինչպես դատախազությանը, այնպես էլ քննչական, այնպես էլ Տիկին Փոստանջյանի։ Օրինական ժամկետներ։ Այո։ Զարուհի Փոստանջյանը մինչդեռ պնդեց, որ օրինական ժամկետներում իրավապահ մարմիններից որևէ պատասխան չի ստացել։ Այնինչ որ պատասխանը տրամադրվել է, ժամկետները անցած էին, մենք արդեն դիմել ենք դատարան, որից հետո նոր նրանք հավանաբար արդեն դատարանից ծանուցում ստանալուց հետո են որոշել պատասխան տրամադրել։ Պատասխանները ակնհայտ էր, որ 20-ից հետո են։ Տևաբար անկախությունը միանշանակ դատախազի կողմից տրվել է։ Ընդ որում անգամ խախտված ժամկետներով տրված պատասխանում պատգամավորը չի ստացել իր բարձրացրած հարցերի պատասխանները։ Փոստանջյանը հանցագործության մասին իր հաղորդման մեջ պնդում էր, թե միջազգային պայմանագրի համաձայն ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարող Պերմյակովին պետք է հանձնեին հայկական կողմին։ Հայաստանի իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին տեղեկություն չստանալով սահմանախախտի մասին պարտավոր էին իրենք պահանջել։ Շարունակելով պատգամավորը պնդում է, որ փաստորեն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարած եւ սպանությունների մեջ կասկածվող Պերմյակովին ապօրինի են հանձնել 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին, իսկ հայրավապահները ոչինչ չեն արել տեղի ունեցածը կանխելու համար, անգործություն են ցուցաբերել։ Ակնհայտ է, որ արդեն այս գրություններից, որ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարելու փաստի արդիվ հարուցված քրեական գործ չկա այս պայդրությամբ եւ Պերմյակովին ապօրինի ձերբակալության, ապօրինի տեղափոխման եւ այս պահին էր 102-րդ բազայում նրան ապօրինի պահելու վերաբերյալ նույնպես հարուցված քրեական գործ չկա եւ պատասխանատվության կանչված անձինք չկան։ Ավետիսյանների սպանդի քննության գործում իրավապահների անգործություն է արձանագրում նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով Ավետիսյանների իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչն է։ Նախաքննության մարմնի կողմից ամենաառաջին գործողությունը պետք է լիներ խափանման միջոցի ընտրության հարցը։ Հայրավապահները մինչև օրս Պերմյակովի հանդեպ չեն ընտրել խափանման միջոց, ասում է Սաքունցը, ինչը ըստ նրա նման ծանր հանցագործության դեպքում անընդունելի է։ Որևէ իրավական հիմք չի խոչընդոտում ռուսական կողմին հենց հիմա Պերմյակովին հեռացնել Հայաստանի տարածքից, ասում է իրավապաշտպանը։ Այսինքն ռուսական կողմը ազատ է հենց հիմա Պերմյակովին Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս տանելու։ Սաքունցը որպես Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ արդեն միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտե, որպեսզի վերջապես հայկական կողմն էլ Պերմյակովի համար ընտրի խափանման միջոց։ Սաքունցը դեռևս սպասում է նախաքննական մարմնի պատասխանին։
Այսօր հայտնի են դարձել Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության արդյունքները եւ այսպես անվավեր ճանաչված աղմկահարույց մրցույթից հետո երկրորդ անգամ հաստատվում է գրեթե նույն ցուցակը։ Նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյան, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյան եւ նոր անուն վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյան։ Սերժ Սարգսյանի ստորագրելուց հետո ցանկն ուղարկվելու է Ստրասբուրգ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջնական ընտրությանը։ Այլ թեմաների մասին երկրորդ անգամ հետաձգելով իր իսկ նախաձեռնած հարկային բարեփոխումները վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամռանը նորից կարող է փաստի առջև կանգնել։ Առևտրականներն արդեն հայտարարում են, որ մտադիր չեն մեկ առ մեկ փաստաթղթավորել տարիներ առաջ ձեռք բերած, բայց դեռ չվաճառած ապրանքները եւ եթե օրենքն ուժի մեջ մտնի, շարունակելու են փողոցային պայքարը։ Ապրանքները չփաստաթղթավորելու դեպքում շրջանառության հարկը 3.5-ից 5% դարձնելու կառավարության առաջարկը ոչ թե բարեփոխում է, այլ հստակ հարկային բեռի ավելացում, պնդում են ձեռներեցները։ Երևանի տոնավաճառներից մեկում առևտրով զբաղվողները ցույց են տալիս առանց այն էլ գնորդ չունեցող վաճառակետերն ու դիմում հարկը բարձրացնող պաշտոնյաներին։ Ամբողջ գիծը դատարկ է, տաղավարները վաճառվում է, տրվում է վարձով, վաճառվում է, տրվում է վարձով։ Թողերած թիմով մի հատ գանստեն մի տասատ տաղավար տանկիանց թողաշատեն։ Տեսեք ոնց են հալ տալի, ոնց են ասենք իրանց տանկերը պահում։ Միայն տեղի փող կարնան տան, հաշվապահ, լույս, ոչ մի բան չեն քաշում։ Միայն տեղի փող կարնան տան ու վсё։ Իրանք ժողովրդի չեն շփում, իրանք ասենց լացած տեղերից չեն օգտվում։ Իսկ այդ մեխանիզմը, որ մենակ իօգուտ իրանց է աշխատում, թղթաբանությունները ու օրենք են մշակում, դա ժողովրդի համար չի։ Կառավարության ընձեռած 1% հարկի հնարավորությունից նույնիսկ չեն խոսում, ասում են այդ դեպքում պարտավոր են փաստաթղթեր ներկայացնել, ինչն անհնար են համարում։ Վերջին փոփոխությունների դեմ պայքարող Անդրանիկ Հունանյանը համոզված է, որ եթե վաղը ազգային ժողովը կառավարության առաջարկներին հավանություն տա, ստվերը չի պակասի, փոխարենը կավելանան կոռուպցիոն ռիսկերը։ Գոնե ժամանակավոր թողեց ցածր տոկոսադրույքները լինի, բարձր տոկոսը 5%-ը մեզ տանելու է դեպի կոռուպցիոն վիճակ։ Այսինքն մարդիկ չեն խփելու չեկերը, եթե ինչ էլ առևտուր անեն։ Փոքր եւ միջին ձեռներեցների շահերի պաշտպան Հակոբ Ավագյանը նշում է փաստաթուղթ ձեռք բերելու դժվարությունների պատճառները։ Մաքսակետերում չհայտարարագրված ապրանքներ, կոռուպցիոն գործարքներ։ Հակոբ Ավագյանի կարծիքով այս շղթայում տուժում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչը, ով խոշոր ներկրողի վրա ազդելու մեխանիզմներ չունի, ինչին հակադարձեց այս նախագծի ջատագով հանրապետական Վարդան Այվազյանը։ Ասենք մարդիկ բողոքում էին, ասում էին, մենք չունենք փաստաթուղթ, հիմա ով չունի փաստաթուղթ, իրան պատժում ենք 5%-ով։ Մենք իրան չենք պատժում, ասում ենք սիրելիս։ Ինձ այդ աշխատի պայքարի, որպեսզի դու ունենաս, որպեսզի դու աշխատես 1%-ի տակ։ Ահա, միջև պայքարի, միջև ինքը սովոր, եկեք 3.5-ով անցնենք դրան, կամաց բարձրանալով։ Բարդ բան ենք ասում։ 20 հոգի սկսեն փաստաթուղթ պահանջելը, եթե 1000-ը սկսի փաստաթուղթ պահանջել, այդ մարդը կսկսի փաստաթուղթով սկսել տալը։ Դա միանշանակ։ Ինքը փաստաթուղթ ինչի չի տալիս։ Մեկը, ես այդ համամիտ եմ։ Երբ որ ինքը արտոնյալ պայմաններով է դուրս եկել դա, որ քրորեն պատժելի է, շատ քիչ հավանական եմ համարում։ Մյուսը եկամուտները թաքցնելու համար։ Հիմա այդ խնդրը շատանալու է։ Ոչ թե խնդրը չի շատանալու։ Շատ ինքը գնալու է ասի փաստաթուղթ տուր, որպեսզի 5% չտա, մեն էլ կասի 20% թանկով եմ տալի փաստաթուղթ։ Հետո վերցնի։ Ինչ։ Իրան ոչ մի բան չի մնում արդեն։ Լավ, խնդիրը լուծվում է, երբ որ մենք այս օրենքով վաղվանից սկսում ենք աշխատել դա։ Միանշանակ։ Չեն փակվելու բանը։ Որը։ Բիզնեսն է չեն փակվելու, չեն լինելու։ Բացառված է։ Դեռ հաշվարկել եք։ Բացառված է։ Բացառված այս օրենքի ազդեցության վրա մի հատ բան փակվի։ Մի հատ բացառված է։ Բացառված է վստահ եմ ասում։ Տեսա մի 5 մյուս ամսի մեկին կգաս այս բոլորն էլ փակկալի։ Թող սրանց 3 հատն աշխատի, 6-ը կփակվի։ Օրորի տես փակվելի է։ Մեր ռեպորտաժը Ջավախքից Եվրոպական ասոցիացիան համաձայնագրին միանալով Վրաստանի իշխանությունները խնդիրներ են ստեղծել վիրահայության համար։ Սահմանային խստացված ռեժիմը թույլ չի տալիս Վրաստանում մնալ Հայաստանի անձնագրով։ Միաժամանակ, սակայն հայրենի կալը հարազատներին տեսակցելու ջավախահայերի համար կարող է ավարտվել տուգանքով։
Ախալքալակի անձնագրային բաժնի մոտ արդեն մի քանի ամիս է հերթեր են։ Ջավախահայերը գալիս են ժամանակավոր կացության իրավունք կամ Վրաստանի քաղաքացիություն ստանալու, քանի որ առանց այդ փաստաթղթերի այլևս չեն կարող սեփական տանը 90 օրից ավել մնալ։ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը։ Արդյունքում հազարավոր ջավախահայեր, որ մինչև այդ նախընտրում էին հայկական կամ ռուսական անձնագրեր ստանալ արտագնա աշխատանքի մեկնելու համար, հիմա ինքնաբերաբար զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Վրաստանում օրենքով երկքաղաքացիություն նախատեսված չէ։ Ընդ որում շատերը նոր օրենքի մասին տեղեկանում են սահմանը հատելիս միայն։ Մադել է Վրաստանը, ասենք պոստը անցե, Վրաստանը պոստը անցե, իրեն Վրաստանը դուս են գերանցե։ Վրաստանը դուս են գերանցե, մի մանդանեկի հոսե ինքն է մնացել է Հայաստան։ Կամ շտրաֆ դիմուզեն 170 լարի առաջ ամիսը։ Երկրորդ ամսին 360 լարի։ Կամ թե չէ դուս տեշտա։ Իմի դուս էստա այնտե ուր դեպի մենա, որքու տնիշկան կարելի է մենա, ոչ էս կարելի է կամսներով մենա։ Աշխատանք չագադր համար պասպորտ թանը կանցել աշխատելու, հիմա դուս կերեն դեշտա, ելնա ուր էստա մաշտը։ Տունը հոս, ընտանիքը հոսը, հենանե գոր բանը, նա տուն ունի նա բան։ Թող գործան էստեղ աշխատեն շելիքը չեստան։ Խնդիրը լուծելու համար փետրվարին միգրացիայի մասին օրենքում մի քանի փոփոխություն կատարվեց, հնարավորություն տալով, որ Վրաստանում անշարժ գույք ունեցողները հեշտացված կարգով ստանան ժամանակավոր կացության իրավունք։ Չնայած այդ բարեփոխմանը, ջավախահայերի խոսքով իրենց դիմումների զգալի մասն այսօր էլ մերժվում է առանց հիմնավորման։ Ստիպված են նորից դիմել, ընդ որում յուրաքանչյուր նոր դիմումի համար պարտավոր են մոտ 50,000 հայկական դրամի չափով տուրք վճարել։ Ռուսաստանի քաղաքացի եմ։ Ես հայմի կուզեմ որ ստանամ, որ ես տեղ որ կամորա երկար ժամանակ կրանամ մնամ, չէ՞։ Բայց փողը գլխից վեգալին երկու ամիս հետո կարող է Թիֆլիսից կա ատկաս։ Всё, իմ փողոս է կորավ, ինչ որ մուծել եմ։ Մեկը տվել է ատկազը, երկրորդ անգամ է տվել, նորեն այդ փողը մուծել է։ Երկրորդ անգամին չեկե, երրորդ է մուծել, երրորդ անգամին նոր եկել է։ Դե հիմա թող բացատրեն, եթե այդ մարդուն չեր հասնի, սկզբից է ատկազը եկե։ Եթե ինչ-որ այդքան փողը տվեց, երրորդ անգամին թույլատրեց։ Պրոստը փուչի է գլալի։ Վերջերս շրջաններ կատարած այցի ժամանակ արդարադատության նախարար Թեա Ցուլուկյանին պնդել է, թե շատ շատերն արդեն ստացել են կեցության փաստաթուղթ։ Մերժվել է դիմումատուների միայն 10%-ը։ Նախարարը նաև կարևորել է երկրում ջավախահայերի դերն ու նշել, որ նրանք այստեղ ժամանակավոր բնակվելու իրավունք ունեն։ Ինչ անժանակում պուց временно проживают։ Մեր պատմական Հայաստանի հողի վրա մենք временно երբեք չենք ապրել։ Դրա համար էլ կոչ եմ անում հանձինս Հայաստանի կառավարության։ Հերիք չելա մի քիչ թող վերաբերվեն այս կամ այն հարցի, մի քիչ թող խիստորեն խոսան։ Եվ ամենակարևորն է նա, որ ստեղ կան ընկերներ, անձնավորություններ վրաց, որոնց հետ մենք բարեկամներ ենք։ Ժողովուրդը մեկի հետ թաշնամի չէ։ Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Մելս Թորոսյանը դեմ է, որ հայերը Ջավախքում ապրեն ժամանակավոր կացության իրավունքով։ Ժամանակը ավարտվում է եւ դու այլևս այս երկրի քաղաքացին չես համարվելու, ճիշտ է։ Կամ ցանկացած ղեկավար մարմին, ցանկացած քաղաքական ուժ կարող է մի որոշում կայացնի, որ կեցության իրավունք ստացած քաղաքացին իրավունք ունի ընտրություններին մասնակցելու քաղաքացու իրավունքով։ Ճիշտ է։ Ունի այդպիսի իրավունք, այո ունի, իսկ եթե ընտրություններում ես ձայն չունեմ, քաղաքացիություն չունեմ, էլ ես ով եմ, ես կարող եմ մի օր էլ մի ուրիշի հրամանով շպրտվել երկրից դուրս։ Վրաստանի խորհրդարանի հայազգի падգամավոր Սամվել Պետրոսյանը նշում է, որ արդարադատության նախարարությանն ուղղված նամակում նաև խորհրդարանում իրենք բարձրացրել են հայերին երկքաղաքացիություն շնորհելու հարցը, սակայն հստակ պատասխան դեռևս չի տրվել։ Վրաստանի քաղաքացին իրավունք ունի ունենալու երկրորդ քաղաքացիություն է, բայց բացի այն մոմենտներից, երբ Վրաստանի նախագահ հելելով ինչ-որ հանգամանքներից, որը պետք է խոսքին Վրաստանին, ինքը իրավունք ունի այլ մյուս քաղաքացու շնորհել Վրաստանի քաղաքացիությունը։ Մենք առաջարկում ենք, որ դա շարունակվի ու թույլ տան այս պայմանագրի, եթե պետք է խոսքին, որ Վրաստանը իրավունք ունենա պայմանագիր կնքելու առանցին մյուս պետությունների հետ երկքաղաքացիություն շնորհելու համար։ Հայ
Թեև վրացի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին փոխայցելությունների ժամանակ պաշտոնական Թբիլիսին խոստացել էր խնդրին վերջնական լուծում տալ առաջիկա ամիսների ընթացքում։ Մինչ այդ հազարավոր ջավախահայերը անորոշության մեջ են։ Վրացական անձնագիր ստանալու դեպքում ստիպված են հրաժարվել Ռուսաստան մեկնելուց, ինչը շատերի համար ապրուստի միակ միջոցն էր։ Մեզ ոչ ռուսական էր պետք, ոչ էլ հայկական։ Հարցը հասարակ է։ Ինչի համար այդ 3000 ընտանիքի զրկեցին աշխատանքից, ասում պետք է բերենք բազա աշխատենք։ Ուր է այդ աշխատանքը։ Մարդու ուզի պետք է ստանա իր ռուսականը, գնա գա, օջախը ստեպայի։ Դրանց ասենք այն օրենքները, դրանց հիման վրա մենք դժվենք ժողովուրդը։ 2008-ի մարտյան արյունալի իրադարձություններից հետո ստեղծված հանրային խորհուրդը թարմացնում է կազմը։ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վազգեն Մանուկյանը պահպանում է պաշտոնը։ Նրան կշարունակի ընկերակցել իշխանությունների բարեկամ Երևանի ավականու հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։ Ինչով են զբաղվում պետբյուջեի հաշվին վճարվող այս կառույցի 1 տասնյակից ավելի հանձնաժողովները, եթե համառորեն լռում էին օրինակ Գյումրիի ողբերգությունից, Բերձորի ծեծուջարդից կամ Գագիկ Ծառուկյանի դեմ սանձազերծված ճնշումներից հետո։ Նախորդ շաբաթվա վերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նախագահին կից հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվել է։ Պետբյուջեից տարեկան մի քանի տասնյակ հազար դոլար ստացող այս կառույցն ըստ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի արձագանքում է հանրային կյանքում տեղի ունեցող գրեթե բոլոր խնդիրներին ու իրադարձություններին։ Հանրային խորհրդի կայքում, սակայն, որևէ արձագանք կամ գնահատական չկա, ասենք Բերձորյան միջադեպի, քաղաքական վերջին իրադարձությունների, ազատամարտիկների ու ակտիվիստների դեմ բռնությունների վերաբերյալ։ Մենք մասնակցել ենք բոլոր իրադարձություններին, մեր ազդեցությունն եղել է բոլոր իրադարձությունների վրա, երբեմն բացահայտ երևացող, երբեմն չերևացող։ Ես գտնում եմ, որ մենք բավականին մեծ աշխատանք ենք արել։ Ինչ վերաբերում է վերջնական ամբողջական պատկեր տալու համար, ամսի 13-ից հետո խնդրեմ, նախագահի հետ հանդիպելուց հետո արդեն ավելի հեշտ կլինի այդ արդյունքները ներկայացնել։ Արդեն 7 տարի գործող 36 անդամից ու 12 հանձնաժողովից բաղկացած հանրային խորհրդի վերջին լիագումար նիստը տեղի է ունեցել 2010 թվականին։ Խորհրդի կայքում դատարկ է տարեկան հաշվետվությունների էջը, որքանով է խորհուրդը ծառայում իր թիվ 1 նպատակին, այն է ներկայացնել քաղաքացիների շահերը պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում, հարցին ի պատասխան խորհրդի անդամ բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ ոչ միշտ են իրենց արձագանքները տեղ հասնում։ Բոլոր խնդիրներին այս կամ այն կերպ հանրային խորհուրդը արձագանքում է։ Ես չեմ կարող պնդել, որ մեր բոլոր առաջարկությունները ընդունվում են։ Ես օրինակ մի քանի անգամ ինձ թույլ եմ տվել նախագահի հետ բանավիճել։ Հիմնականում ընդերք օգտագործում, որ մենք ընդհանուր հայտարարիչ չենք գալիս։ Կարինե Դանիելյանը թվարկեց խորհրդի վերջին աշխատանքներից մի քանիսը։ Օրինակ նկարահանվել է Խոջալույի մասին պատմող ֆիլմ, հրատարակվել են գրքեր, խորհուրդը նպաստել է Լոռու մարզում Ֆիոլետովո համայնքում ոսկու հանքի շահագործման կասեցմանը, հարցեր են բարձրացվել Երևանի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների, պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ վստահ է, որ խորհուրդն այդ հարցերին անդրադառնում է հայտարարությունների տեսքով միայն։ Լինելով կից նախագահի, նա չի կարող հակառակ գործողություններ կատարել։ Դուք գիտեք, որ նախագահն էլ է մեղմ ասած անտարբեր այդ ամեն ինչի նկատմամբ, որևէ բռնություն չի բացահայտվում, ոստիկանությունը թողտվության մեջ է։ Թեկուզ այս կուսակցական երևույթը եւս շատ մտահոգիչ էր հանրության համար, բայց ինչպես տեսնում ենք, հանրային խորհուրդը ոչինչ չի անում։ Կարինե Դանիելյանը կարևորում է հանրային խորհրդի գոյությունը, բայց այն, որ հանրությունն ամբողջությամբ չի ընդունում այդ կարևորությունը, համարում է նաև իրենց բաց թողումը։ Ես տեսնում եմ, որ հանրության ընկալումը այն չի, դա իրոք այդպես է, կարծում եմ, որ դա մեր մեղքն է, որովհետև չի ներկայացվում աշխատանքը լիարժեք, բայց դա նաև Պարոն Մանուկյանի եւ մի շարք անդամների կարծիքն է, որ այդպիսի ինքնարեկլամայով զբաղվելը սխալ է։ Հայաստանյան հանրային խորհուրդն ուղղակի կրկնօրինակումն է Ռուսաստանյան խորհրդի։ Միայն սա է ըստ իրավապաշտպանի Հայաստանում հանրային խորհուրդ հիմնելու նպատակը։
Չգիտեմ ինչի համար է ստեղծված, ես չգիտեմ այս ինչի համար են ստեղծել հանրային խորհուրդը։ Եվ երբ ինչ-որ բան է տեղի ունենում, որևէ մեկը չի մտածում, որ պիտի դիմի հանրային խորհուրդ։ Որևէ ձևով նա ցույց չի տալի, որ գոյություն ունի։ Մենք ուղղակի գիտենք դրա մասին։ Բնապահպան Կարինե Դանիելյանը պնդում է, որ հեշտ չէ հանրային խորհրդում աշխատելը։ Ինքն օրինակ մինչև այսօր ընդհանուր հայտարարի չի եկել երկրի նախագահի հետ, օրինակ ընդերքն օգտագործելու խնդրով։ Շատ հարցերում նույն Արարատյան Արտեզյան ավազանի հիմնախնդիրը պարոն Ջավադյանի կողմից բարձրացվեց, մենք էլ միացանք եւ սկսվեցին աշխատանքներ այդտեղ։ Ռուսաստանցի ընդդիմադիրները վստահ են, որ իրենց ընկերոջ սպանությունը չի բացահայտվելու։ Համենայն դեպս հանցագործության տակ հետքերով Նեմցովին գնդակահարողները չհայտնաբերվեցին։ Ու որքան էլ իշխանությունները անձամբ Պուտինի շուրթերով վստահեցնեն, թե անելու են ամեն ինչ իրենց խիստ քննադատող գործչի սպանությունը բացահայտելու համար, միջազգային հանրությունը բարձրաձայնում է ռուսական բեսպրեդելի մասին։ Ժնևում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի քիչ առաջ ավարտված հանդիպման գլխավոր հարցերից մեկն ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործն է եղել նաեւ Ուկրաինայում ռուսական զորքերի ներգրավվածության հարցը։ Բորիս Նեմցովի մերձավոր շրջապատը պնդում է, որ նա մահվանից առաջ հավաքում էր փաստեր ռուսական զորքերի ներգրավվածության ծավալների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար։ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչի արել զերծ մնալ Նեմցովի սպանության քաղաքական, մերկապարանոց եւ սադրիչ մեկնաբանություններից։ Մինչդեռ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչները կասկած անգամ չեն հայտնում, որ սպանության դրդապատճառները քաղաքական են, պնդելով, որ այդ սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նշանները։ Հիմնական հարցադրումն արդեն երրորդ օրն անփոփոխ է. ում է ձեռնտու Բորիս Նեմցովի սպանությունը։ Բորիս Նեմցովի սպանության որոշ հանգամանքներ ուղղակի զարմացնում են գործի քննությանը հետևող քաղաքական գործիչներին, իրավաբաններին եւ իրավապաշտպաններին։ Ընդդիմադիրներից Իլյա Յաշինը կասկած չի հայտնում, որ հանցագործը պրոֆեսիոնալ մարդասպան է եղել։ Վերջինս 4 գրակոց է հասցրել Նեմցովին ավտոմեքենայի միջից, մեկը գլխին, մյուսը սրտին, երրորդը երիկամին, չորրորդը որովայնին։ Սպանության հստակ կազմակերպված լինելու պնդումներով հանդես եկողները նաեւ վկայակոչում են սպանության պահին անձրևոտ Մոսկվայում ձյան բացակայության պայմաններում ձյուն մաքրող մեքենայի ճշգրիտ հայտնությունն այն հատվածում, որտեղ ըստ ռուսական մամուլու մարկապնդումների կա տեսախցիկ եւ այդ մեքենան փակել է տեսախցիկի դիտակետը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ տեսախցիկների մի մասը վերանորոգման պատճառով չեն աշխատել։ Մինչդեռ ՌԻԱ Նովոստին հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանին հրապարակել է տեղեկություն, ըստ որի այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, աշխատել են բոլոր տեսախցիկները, բոլոր նյութերը հասանելի են քննությանը, այդ ժամանակահատվածում էլ սարքավորումների հետ կապված ոչ մի աշխատանք տեղի չի ունեցել։ Բորիս Նեմցովի համախոհները սպանությանը գնահատական տալիս վկայակոչում են Վլադիմիր Պուտինին։ Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը Նեմցովի սպանության հրամանի առնչությամբ իր կասկածները հայտնել է եւ ասել. «Մենք դա հավանաբար երբեք չենք իմանա, բայց երկրում քարոզչությունը ձևավորել է այնպիսի մթնոլորտ, որ Պուտինի հետ չհամաձայնողներն ընկալվում են որպես պետական դավաճաններ, 5-րդ շարասյուն, պետության թշնամի, եւ Նեմցովը Պուտինի խիստ քննադատներից մեկն էր»։ Ոչ անկախ համարում ունեցող ռուսական լրատվամիջոցները սպանությունից անմիջապես հետո ուշադրության սլաքն ուղղել էին սպանության պահին Նեմցովի հետ զբոսնող Ուկրաինայի քաղաքացուն անդրադառնալով նրանց անձնական կապին։ Քիչ առաջ Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան, որն արդեն երրորդ օրն է իրավապահների հսկողությամբ Մոսկվայի բնակարաններից մեկում է, Դոժձին ասել է, թե իրեն հայտնի չէ ինչ պատճառով են իրեն պահում այդ բնակարանում։ Սպանության մանրամասների վերաբերյալ հարցինի պատասխան Աննա Դուրիցկայան ասել է, որ այն տեղի է ունեցել իր թիկունքում։ Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզների խոսքով այն, որ սպանությունը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ տեղի է ունեցել, պատահական չէ։ Այդպես եմ կարծում, ասել է Պոզները եւ ավելացրել, որ չի ցանկանում շահարկել այդ սպանությունը։ Չնայած դրանով ըստ Պոզների զբաղված են բառացիորեն բոլորը, թե Պուտինի կողմնակիցները, թե դիմախոսները։ Նեմցովի մերձավոր շրջապատից նախկին падգամավոր Իրինա Խակամադայի խոսքով Նեմցովն ընդգծված արմատական սիմվոլ էր եւ սիմվոլին սպանելը ձեռնտու է շատերին, որքան էլ տարօրինակ է, ասել է Խակամադան։ Նեմցովի մերձավորները հույսեր չունեն, որ այս սպանության գործով Ռուսաստանի իրավապահ մարմինները կիրականացնեն օբյեկտիվ, անկախ եւ բազմակողմանի քննություն։
Ղրիմի բռնակցումից հետո համառ ռուսաստանյան տոնակատարությունների ֆոնին Բորիս Նեմցովը անխնա քննադատում էր Պուտինի այս նախաձեռնությունը։ Սպանությունից 2 ժամ առաջ տված հարցազրույցում ընդդիմադիր գործիչը հանրաքվեի ապօրինություններն էր մատնացույց արել։ Պաշտոնական Կիևը գնահատում էր Նեմցովի խիզախությունը, իսկ երեկ նրա հիշատակի երթին մասնակցած ուկրաինացի պատգամավորը հայտնվել է մոսկովյան ոստիկանատանը։ Մոսկվայում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված կիրակի օրը անցկացված ցույցի ժամանակ Ռուսաստանի ոստիկանները բերման են ենթարկել Ուկրաինայի Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոին։ Մի քանի ժամ պահելուց հետո նրան բաց են թողել։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել եւ Գոնչարենկոն կարող է հեռանալ Ռուսաստանից։ Նա արդեն այսօր պատրաստվում է լքել Մոսկվան։ Դեպուտատը Facebook-ի իր էջում գրել է, որ ցույցի ժամանակ ոչ մի դրոշ կամ պաստառ չի պահել, ոչինչ չի բացականչել եւ կարծում է, որ իրեն բերման են ենթարկել իր վերնազգեստի համար։ Նրա հագուստին տպված էր Նեմցովի նկարը եւ գրություն հերոսները չեն մեռնում։ Ըստ Ռուսաստանի իրավապահների ուկրաինացի падգամավորը բերման է ենթարկվել ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար։ Նրան բերման ենթարկելուց հետո Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդել է, որ Ալեքսեյ Գոնչարենկոին հարցաքննել են անցած տարվա մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։ Նրանից ստորագրություն էին վերցրել դատարան ներկայանալու պարտավորության մասին։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ դա կանխարգելիչ քայլ էր, որովհետև լինելով արտասահմանցիկ նա կարող էր հեռանալ, բայց ստուգելով բոլոր հանգամանքները Ռուսաստանի իրավապահները նրան պատասխանատվության ենթարկելու հիմնավորումներ չեն գտել եւ падգամավորին ազատ են արձակել։ Դեպուտատը Facebook-ի էջում գրել է, որ բերման ենթարկելիս իրեն հարվածել են, վերցրել անձնագիրը, որը ավելի ուշ վերադարձրել են։ Ազատ արձակվելուց հետո նա իսկույն գնացել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատուն, այնտեղ գտնվելու ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բերման ենթարկված այնուհետև ազատ արձակված ուկրաինացի դեպուտատի հետ։ Սա այս թողարկման վերջին տեսանյութն էր, Ազատություն TV-ին եթերում է ամեն օր ժամը 20-ին, հաջողություն։ Ազատություն TV, անտեսանելին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV, միայն հավաստի լուրեր։